մի քանի փաստեր կարձանագրեմ, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի, թե ինչպիսի իրավիճակում ենք իրականում մենք գտնվում, ում պատճառով եւ ինչպիսի ելքեր ենք առաջարկում։ Ես ուզում եմ նշել, որ գործող ապազգային թուրքամետ իշխանության ոչ լրիվ 7 տարվա, մոտավորապես 7 տարվա պաշտոնավարման արդյունքում Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդից հասցրել են 12.7 միլիարդ դոլարի, որի մի զգալի հատվածը արտաքին պարտքն է։ Այդ արտաքին պարտքը, որ վերցնում են միջազգային վալյուտային ֆոնդից եւ համաշխարհային բանկից, տոկոսով են վերցնում, այսինքն մեր ժողովրդին դրել են տոկոսի տակ։ Սա մեկ, երկրորդը, պետբյուջեի մուտքերը ապահովելու համար բարձրացրել են հողի հարկը, գույքահարկը, աղբանության վարձավճարը, տրանսպորտով երթևեկության վարձը որոշ տեղերում, եւ ուզում եմ նշել, որ տրանսպորտով երթևեկում են հիմնականում ուսանողությունը, թոշակառուները, մեր հանրության չքավոր խավը։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն անձնական օգտագործման սեփական ավտոմեքենաներ, նրանք երթևեկում են իրենց անձնական ավտոմեքենաներով։ Պետական պաշտոնյաների մի զգալի հատված երթևեկում են պետության կողմից հատկացված ծառայողական մեքենաներով։ Ուրեմն խփում են չունևոր խավի գրպանին, այսինքն ավելի են խորացնում սոցիալական բևեռացումը։ Հայաստանում արկա են ուրեմն որոշակի քանակի գործարարներ եւ սեփականատերեր, որոնք ցանկացած իշխանության պայմաններում չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները պետության հանդեպ, իրենց ունեցած եկամուտներից մասնաբաժին են հանում տվյալ պահի իշխանություններին եւ աշխատում են ու ավելացնում են իրենց կարողությունները։ Այսինքն առաջանում է սոցիալական բևեռացում, հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում։ Իսկ բևեռացված հասարակության մեջ դժվար է ակնկալել քաղաքացիական համերաշխություն եւ սոցիալական արդարություն։ Առաջադեմ երկրներում հակառակն է։ Մեծ սեփականատերերից եւ գործատուներից գանձում են ավելի մեծ հարկեր, տանում են պետբյուջե եւ նպաստների ձևով, օգնության ձևով հատկացնում են չունևոր խավին, ուրեմն ապահովելով քաղաքացիների մեջ հասարակական համերաշխություն եւ սոցիալական արդարություն։ Ուրեմն եւ ամենակարևորը մեր պետության մոտ մեր ժողովրդի անվտանգության ուրեմն ամենակարևորագույն խնդիրը մեր ժողովրդի ու մեր պետության անվտանգությունն է։ Իսկ անվտանգություն ապահովելու համար պետք է ունենալ հզոր բանակ, որովհետև մեր ժողովրդի ու մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը հայոց ազգային բանակն է։ Նիկոլ Փաշինյանական իշխանության ընթացքում Նիկոլը կազմաքանդել է մեր բանակը, վաստակաշատ զինվորականների վրա հանձնարարել է հարուցել շինծու քրեական գործեր, կալանավորել նրանց եւ պատասխանատու պաշտոններում նշանակել է գրասենյակային աշխատողների, ովքեր շատերը նաեւ նրանցից բանակում չեն ծառայել եւ ոչինչ չեն հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Նույնը Նիկոլ Փաշինյանն է, բանակում չի ծառայել, ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ պատերազմից, բայց պատերազմական իրավիճակում նա իր կարգավիճակով հանդիսանում է ուրեմն գլխավոր հրամանատար, մեր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Այդ պատճառով էր, որ մենք ընդամենը 44 օրում ծանր պարտություն կրեցինք Ադրբեջանից, որովհետև այդ պատերազմում գերագույն գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, շեշտում եմ, ով ոչինչ չի հասկանում, ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ 3 օր շարունակ մեր զինվորներն ու ազատամարտիկները բոլոր դիրքերը պահել էին։ Նիկոլը պարտավոր էր հայտարարել համընդհանուր զորավակ։ Բոլոր նրանք, ովքեր ծառայել էին բանակում, զինապարտներ են կամ կամավորականները, մի 3 օր նրանց հետ զորավարություններ անցկացնեին, որովհետև զինատեսակները տարեստարի փոխվում են։ Առաջի Արցախյան պատերազմում մենք կռվում էինք ավտոմատներով, կարաբիններով, գնդացիրներ կային եւ այլ, բայց ներկա պահին, ուրեմն անօթաչու թռչող սարքեր, հեռահար հրթիռներ եւ այլն։ Օդը բաց էր։ Ենթադրենք մի մեքենա գնում է, բաց զինվորներին եւ ազատամարտիկներին տանում էին բաց մեքենաներով։ Վերևից բայրակտարը խփում է անօթաչու թռչող սարքը։ Մեքենան ուրեմն վնասվում է, 10 հոգի զոհվում են, 10 հոգի վիրավորվում են, խուճապ են գնում մեջները։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի ուրեմն գործնեության արդյունքում մենք մենակ էինք այդ պատերազմի ժամանակ։ Իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ։ Իրենց ցեղակիցներ Թուրքիան
որը մատակարարում էր Ադրբեջանին անընդհատ թռչող սարքեր, որի սպայական կազմը ղեկավարում էր այդ պատերազմը ՆԱՏՕ-ի դասընթացներով անցած, Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը իր հետախուզական ռազմական տեխնիկայով, այդ թվում նաև Պակիստանը իր ռազմական տեխնիկայով օգնում Ադրբեջանին, այդ երկիրը մինչև հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն։ Իսկ մենք մենակ ենք, մենք կարող ենք ճիշտ դիվանագիտության, ճկուն դիվանագիտության արդյունքում կարող ենք ունենալ հզոր դաշնակիցներ, ինչպիսիք են, ասենք, Չինաստանը, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի եւ թուրքական աշխարհի հետ, որովհետեւ Չինաստանի հյուսիս-արևմուտքում բնակվում են շուտ 40 միլիոն ույգուրներ, թուրքալեզու ժողովուրդ, այդ թվում նաեւ Հնդկաստանը, որը լարված հարաբերություններ ունի Պակիստանի հետ, մի քանի տասնյակ տարի առաջ նրանց միջև պատերազմ եղավ Քաշմիրի ուրեմն տարածքի հետ կապված, ուրեմն Հունաստանը, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, Կիպրոսի հարցով, այդ թվում նաև Ֆրանսիան, որտեղ մեր ժողովուրդը մեծ հեղինակություն ունի, հայերը ի շնորհիվ Ֆրանսիայում ապրող մեր ուրեմն տաղանդավոր հայրենակիցների, ինչպիսիք են, ասենք, Շարլ Ազնավուրը, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանը եւ այլն եւ այլն։ Բայց կրկնում եմ, մենք ցավոք սրտի մենակ ենք այդ պատերազմում։ Եվ մենք ցավալի պարտություն կրեցինք 44-օրյա պատերազմում ու նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում նստած հերավար ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը, որի ընթացքում նա Ադրբեջանին հանձնեց ոչ միայն այն տարածքները, որոնք նրանք զավթել էին։ Աշխարհում ընդունված նորմ է, եթե հրադադարի համաձայնագիր է կնքվում, զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ տվյալ պահին կային։ Այդ ժամանակ մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել էին ամբողջ Խարվաճարի շրջանը եւ Բերձորի շրջանը, ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց եւ ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը ու Ադրբեջանին հանձնեց ոչ միայն նորից եմ կրկնում այն տարածքները, որոնք նրանք զավթել էին, այլ նաեւ ամբողջ Խարվաճարի եւ Բերձորի շրջանը 3000 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք հանձնեց Թուրքին։ Նիկոլ Փաշինյանը Թուրքին է հանձնել նաեւ Հայաստանի տարածքից շուրջ 60 քառակուսի կիլոմետր ռազմավարական դիրքեր ու բարձունքներ, որտեղ ադրբեջանցիք եկել նստել են եւ մեր բնակավայրերը վերցրել են կրակի տակ։ Ու ինքը անընդհատ խնդրում է խաղաղություն Ադրբեջանից։ Աշխարհում ընդունված նորմ է, խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Եվ հնարավոր չի խաղաղություն կնքել մի այնպիսի պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է, որը նպատակ ունի վերացնելու հայկական պետությունը եւ հայկական պետականությունը։ Նրանք ապրում են մեծ Թուրանի գաղափարով, Էրդողան Ալիև, մեր վրայով անցնեն Իրանի հյուսիսարևելյան ատրպատական նահանգը վերցնեն, որտեղ մի 15 միլիոն սրանց ցեղակիցներն են ապրում, գնան Միջին Ասիա, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, թուրքալեզու ժողովուրդներ, Չինաստանի հյուսիսարևմուտքում ույգուրներ, 40 միլիոն թուրքալեզու ժողովուրդներ, Ռուսաստանում բաշկիրներ, թաթարներ, չուբաշներ, խակասներ եւ այլն։ Մենք կանգնած ենք նրանց կոկորդին։ Դրա համար նրանք ցանկանում են ոչնչացնել Հայաստանի պետականությունը, մեզ խառնել թուրքերի հետ եւ նման ուրեմն քաղաքականությունը ընդունում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ընդունում է, որ 300,000 ադրբեջանցի Ալիևի պահանջով պետք է ապրեն Հայաստանում, որ ադրբեջաններն դառնա Հայաստանում երկրորդ պետական լեզու, որ կամաց մենք զուլվենք ադրբեջանցիներ, խառնվենք թուրքերը, դառնանք թուրք, վերջանանք գնանք։ Դա չի լինելու։ Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը պահպանել է իր ինքնությունը, իր լեզուն, իր մշակույթը, իր հայ առաքելական եկեղեցին, իր կենսակերպը, իր հայրենիքը։ Մենք կրկնում եմ, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է համախմբենք մեր ժողովրդին մեկ գաղափարի շուրջ, համախմբվել, մի կողմ թողնելով իրենց քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները, մի կողմ թողնել իրենց կողմնորոշումները, մի մասը արևմտամետ է, մի մասը ռուսամետ է, մի կողմ թողնել իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, ոտքի կանգնել եւ հեռացնել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Այդ նպատակով մի շարք հասարակական կառույցների, ազգային քաղաքական ուժերի, անհատ գործիչների, հիմնադրամների, հայրենակցական միությունների հետ միասին ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Ես ուզում եմ նշել նաև, որ գործող իշխանությունը
Այնպիսի պայմաններ է ստեղծում Հայաստան տեղափոխված արցախցիների համար, որպեսզի նրանք թողեն հեռանան Հայաստանից, որ ընդդիմադիր շարժումների ժամանակ ուրեմն մի քանի տասնյակ հազար արցախցիք չմասնակցեն այդ շարժումներին։ Դա չի լինելու։ Մենք, կրկնում եմ, համախմբելու ենք մեր ժողովրդին, հեռացնելու ենք գործող ապազգային իշխանությանը, մենք դիտարկում ենք այս իշխանության հեռացումը ընդհանրապես որպես միջոց, որպես պայման մեր ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունը իրականացնելու է մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի գլխավոր նախապայմանը բանակի զորացումն է։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակը ավելացրել է, նրանց բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, տարին մի քանի անգամ մեկ աշխատավարձի չափով, ուրեմն տալիս են նրանց պարգևավճարներ, որպեսզի ծառայեն գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Այդ ոստիկանների տարբեր ստորաբաժանումների ուղիղ կեսին պետք է ուղարկել բանակ զինծառայության։ Ում են պետք ներքին զորքերը մեր ժողովրդի վրա հարձակվելու համար, ցուցարարների վրա հարձակվելու համար, այդ ներքին զորքերը պետք է վերածել սահմանապահ զորքերի եւ ուղարկել նրանց սահմանապահ ծառայության։ Կրկնում եմ, ուրեմն շատ խիստ պատժամիջոցներ պետք է սահմանել բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր փորձեն իրենց զավակներին տարբեր միջոցներով ազատել զինվորական ծառայությունից։ Ես ուզում եմ սրանով ավարտել, չերկարացնել իմ խոսքը, ես ուզում եմ հուսադրել մեր ժողովրդին, որ այսպես չի լինելու։ Մենք հեռացնելու ենք, այո, գործող ապազգային իշխանությանը եւ ձևավորելու ենք ազգային ազատ արդար օրինական ընտրությունների միջոցով ձևավորելու ենք ազգային իշխանություն, որը բնականաբար հզորացնելով մեր բանակը ժամանակի ընթացքում ազատագրելու ենք նաև Արցախը եւ մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բազեյան, շատ դիպուկ եւ հետաքրքիր կերպով Հայաստանի Հանրապետության առօրյան վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներկայացնելու, ինչպես նաեւ բնակչության կենսամակարդակը, բնակչության զարգացման ցածր ինդեքսը արձանագրելու համար։ Պարոն Մաթևոսյան, խնդրեմ, եթե բան եք ավելացնելու։ Ես կուզենայի բնական է պարոն Բազյանի խոսքից հետո դժվար է, որովհետև թե փորձը, թե անցած ճանապարհը, թե բայց բավականին երիտասարդ տարիքում ես 17 տարեկանում 88 թվի մասին եմ պատմում, որպես ուղղակի հայ երիտասարդ տղա սկսվեց արցախյան շարժումը։ Իմ հայրական կողմը տատս Նախիջևանից Նապերտ գյուղից է։ Ես մի օր տենց իրիկուն էի կատուն, կներեք, որ սենց թեմայի չեղում եմ, ուզում եմ պատմեմ այն ամեն ինչի մասին, ինչը որ մինչև այսօր մենք սրա դեմը չենք առել, խնդիր է, որտեղից է գալի։ Այսինքն 88 թվից դե ինչ-որ է, ահազանգ երեկետուն, թուրքերը հարձակվել են Նապերտ գյուղի վրա, իմ տատիկը ելնի է թաղված, ես էլ որպես երիտասարդ տղա պետք է գնամ տատիկիս գերեզմանը, ունդ ազգականներ ունենք, պաշտպանեմ։ Եկանք նկարիչ Սարյանի արձանի մոտ, եղանկարիչ Սարյանի հավաքված Նապերտ կոմիտեի ստեղծվել, այնտեղ օպերա հրապարակում է, ժամանակ օպերա ազատության հրապարակում է, ցանրահավաք է գնում, նոյեմբեր ամիսն է, 88 թվական։ Որոշեցինք, որ զենք ջրա վերցնենք, գնանք հասնենք գյուղ, դե գիտեք, Նախիջևանը փակ էր այն ժամանակ, վկայականով, ծննդյան թվով, բանով, որտեղ ծնված կամ մատուկ պրոպուսկ էր։ Գնացինք վայքից ոտով անցանք, զենք տարանք գյուղ։ Ու այնտեղ մոտ 20-25 օր մենք մնացինք գյուղը պաշտպանեցինք, այդ թուրքերը տապորով եղանով, կացնով, սենց տարբեր ձևերով գալիս էին գյուղ, տղերքը որսորդական լրացաններով, ինքնաշեն նառնակներով, բանով, թուրքերն էլ զոհ տվեցին, 5-6 հոգի էլ ինչքան չեմ հիշում, ուզում եմ ասեմ սովետական միության ժամանակ կար մի հատ սերունդ, որ էլա ոտի կանգնեց, այսինքն գենետիկան այդ սերնդի մեջ, հայի գենետիկան չէր ոչնչացել, բայց այդ գենետիկան ոչնչացավ այն ժամանակ, երբ որ պատերազմը, Արցախյան պատերազմը
94 թվականից պարոն Վարդանյանը շեշտում է 94 թվականի հաղթանակը որոշ անհատներ սեփականաշնորհեցին դրա համար սկսվեց սոցիալական անարդարությունը սկսվեց հայ մարդու իրավունքների ոտնահարումը ու մինչև այսօր շարունակվում է եկեք մի փաստի առաջ կանգնենք ու սենց արճակատ նայենք այդ փաստին 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆիզուլիում տանգվի մարտակում, ես եղել եմ հրամանատար սու 57 տեխնիկա աշխարհում այդպես բան գոյություն չունի, ամենակ Հայաստանում էր անտառ տնտեսության ծիգաչի վրա 57 մմ-անոց թնդանոթա դրած, դրանից 5-6 էր, 63-64 թվականի ծիգաչներով 5-րդ պակալենու դեմ նատոյի կռիվ տվեց մեր Այզինգորը եւ հետո գիտեք պարոն Հակոբյան, ստեղ մի հատ էլ խնդիր կա տեսեք դուք ասում եք մենք իրավունք չունենք իշխանափոխության վերջերս մենք վերանում հանդիպեցինք մեր հայրենակիցներին արցախցիներին Տիկին Աննայիթն էլ պարոն Վարդանյանն էլ պարոն Բազյանը ես ընդդեմ մի քիչ նեղվեցի մի քիչ վրդովված խոսացի ասի եկեք այս տարբերությունը իսպար ջնջենք արցախցի հայաստանցի Արցախը մենակ արցախցիների հայրենիքը չի Արցախը նաեւ երևանցիների, գյումրեցիների հայրենիքն է։ Եվ եթե այնտեղ գյումրեցին, երևանցին իրավունք ուներ կար կյանքի գնով պաշտպաներ Արցախը, ուրեմն այստեղ արցախցին իրավունք ունի պահանջելու իշխանափոխություն, որովհետև սկսած սոցիալական հարցերից եւ երկիրը տանուլ այս իրավիճակից յուրաքանչյուր հայ անգամ Սփյուռքի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ամերիկայի հայը իրավունք ունի, այո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Երևանը աշխարհում բոլոր հայերի մայրաքաղաքն է։ Այնպես որ մինչև իսկ այս սոցիալական հարց մյուս բոլոր այս քաղաքական, որովհետև սոցիալնախարարությունն է, սոցիալնախարարի պորտֆելը ինքը քաղաքական պորտֆել է իշխանության կառավարության մեջ։ Եթե սա քաղաքական չի, ուղղակի սոցիալ չի լուծի այս մարդը ձեր հարցերը։ Մենք էլ այդ լծակները չունենք, որ ասենք արցախցի եղբայր, արցախցի քույրիկ, այսքան ամսական աշխատավարձ, այսքան, չգիտեմ, օգնություն, էսի տան համար, էսի ուսանողի համար, էսի ձերի թոշակ, ձերի ու մանկան թոշակ, այս մարդը չի լուծելու, հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ որ հայը իր ինքնությունը չուրանա ու հելնի իր երկիրը պահի հայավարի, հայկական։ Իսկ մնացած բոլոր մանր մունել, այս, չգիտեմ, սկսած համար առաջի խնդիրը պետք է լինի երկրի պաշտպանություն, հայրենիք, պետություն, սա մեծ հասկացողություն է։ Արցախցի, հայաստանցի, Ֆրանսիա հայ, Բեյրութի հայ, այս Հայաստանը պետք է պաշտպանվի։ Համար առաջի աղետը, որ այսօր կանգնած ենք, վաղը, ես չգիտեմ, վաղը կցվրվենք ամեն մեկս։ Մեկս Ռուսաստան, մեկս Եվրոպա, եկեք այս բոլոր հարցերը տեսնենք քաղաքական շրջանակներում ու համար առաջի ոնց էլ վերլուծում ենք համար առաջի խնդիրը իշխանափոխությունն է։ Եթե չեն գնում իշխանափոխության, բոլոր այս խոճուճ խոչընդոտ խնդիրները գնալով հասունանում, տեսեք, հեսա վաղը մյուս օրը կլուծարեն Մինսկի խումբը, որտեղ աշխարհը միակ լեգիտիմ հարթակն է, որ Արցախի թե տարածքի, թե ժողովրդի հարցը ըստ աշխարհում գրած օրենքների պետք է պաշտպանել։ Ոչ թե մեր սրտի հայկական ցանկության, այլ աշխարհում գրված բոլոր միջազգային ատյաններում Մինսկի խումբը ձայնի իրավունք ուներ, որտեղ ֆիքսվել էր, որ ոչ մի դեպքում Արցախի հարցը ուժի պատերազմի միջոցով լուծելի չի եւ դա անընդունելի է։ Այսօր պատերազմով լուծվել է Արցախի հարցը, արվել է ցեղասպանություն, սպիտակ ցեղասպանություն, ցես կարելի է վերագրել։ Ու այս ամեն ինչը այսօր վերստել, այսօր մենակ չի լուծվելու ձեր սոցիալական հարցերը, հարգելի հայրենակիցներ, հարգելի արցախցիներ։ Այս մարդը ամեն ինչ անելու է, որ Ռուսաստանում արցախցիներ կան, մեծահարուստներ են, ու որտեղից է եկել այս ամեն ինչը հասունացել այսօրվանը։ Որ խեղճ ապրող մարդը այսօր լսում է ինչ-որ տեղ սրանց այս քարոզները, այս ատելության մասին, որ մենք խոսում ենք, որովհետև ժամանակին փողը ուրացրեց շատ-շատերին,
Արցախից մարդիկ էին գալիս, մասկաններ էին հագնում, միտինգավորների ծեծում էին։ Փողոցում արցախցիներից, երբ որ եկան կրկաբաց ընդունեցին Ռոբերտ Քոչարյանին, ասենք, հանուն Արցախի պետք է մեր երկրի նախագահ լինի արցախցի, մարդ էին սպանում, չէին դատվում։ Բայց մենք այդ ամեն ինչը հասկացել ենք, մենք հո տարբերություն չենք դրել մեր մյուս արցախցի հայրենակիցների ու մեր մեջ։ Բայց հասարակ շարքային քաղաքացին սկսած այս սոցիալական ծանր վիճակից վիրավորվել է հոգու խորքում։ Նա այդքան գիտելիքներ, գրագիտություն չունի, որ հայաստանցի արցախցին կարողանա չտարանջատի իրարից։ Նա ասում է արցախցին վաղը Հայաստանը կգրավի, մեզ էլ նորից կծեծենք, ջարդենք, կսպանեն, իրանք ջիպերով ման են գալիս, մենք սոված ենք, այս ամեն ինչը բոլորը չէ որ կարան գիտակցեն։ Սերը դեպի հայրենիք թույլ չի տալի մեր մեջ դաջվի, բայց բոլորը այն հաց, որտեղ հաց ընդեղ կաց մարդու համար, սա շատ դժվար է։ Այդ ատելության խոսքը դրա համար կներեք մի քիչ երկար եմ խոսում։ Այսօր պարլամենտում շեշտեցիք Սեյրան Օհանյանին։ Իհարկե Սեյրան Օհանյանի անցած ճանապարհը հարգելի է շատ, բայց այսօրվա Սեյրան Օհանյանի կարգավիճակը հարգելի է։ Ինչի ժամանակին թույլ տվեցիք այսօրվա այս խառախուռը, որ կարանան ձեզ նախքին իրար ձեզ դեմ ճիշտ ասում են, թե այսօրվա իշխանությունը թե ընդդիմությունը, ու բոլորը հանցագործ են։ Իշխանության, նախքին իշխանության ու այսօրվա ընդդիմության։ Այսինքն իրար ճակատ մեղադրում են ծանր մեղադրանքներ, բոլորի տակ հանցագործություն կա ծանր, իրար արժանին։ Այ եթե ես լինեի, պարոն Բազյանը, պարոն Վարդանյանը, ինչ պետք է նախքինից մեզ հիշեցնեին։ Կամ ոնց կարային մեր վրա հարձակվեին, մեզ սկսեին ծեծել։ Անես կծեծեին, ես շնչերը կկանչեին։ Կներեք ներողություն։ Ես մի երկու շփում անեմ, ներողություն եմ խնդրում։ Ուրեմն առաջին իշխանափոխությունը ոչ նպատակ է, ոչ էլ խնդիր։ Իշխանափոխությունը ընդհանրապես միջոց է մեր ժողովրդի եւ մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Սա մեկ, երկրորդը նախկինները, նախկին իշխանավորները, նախկին պաշտոնավորները մի քիչ սխալ արտահայտվեցիր Սմբատ ջան, բոլորը չի որ անցագործ են։ Կան մեջները անցագործներ, բայց կան նաև շատ լավ մարդիկ։ Ես ամենաբարձրաստիճանների դեպքում մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե նախկինները լավ ղեկավար էին մեր պետությունը, Նիկոլի նման մի հատ կիսագրագետ մեկը չէր կարող փողոցից գալ վերցնել իշխանություն։ Դրա համար մենք մերժելով նախկիններին, որ մերժում ենք նաև ներկա իշխանությանը։ Նախկինների մեջ էլ մենք կարող ենք գտնել շատ հայրենասեր, ազնիվ մարդիկ, ովքեր ունեցել են պետական պաշտոն, աշխատել են ազնիվ եւ արդար։ Պետք չէ այդպես լրիվ չափանիշներ դնել, որ այսպես է էլի։ Ուրեմն չպետք է վիրավորել բոլորին։ Սա ուղղակի Պարոն Բազյան, ես ներողություն ոչ չվիրավորեցի այն ազնիվ մարդկանց, ես շեշտեցի, չէ, որ մարդիկ այն ժամանակ հայրենիք սիրելով չուրացան իրանց ազգային պատկանելիությունը, մարդիկ էլ կան տարվան փողին, հարստությանը, դրա համար էլ պատերազմում 63 թվի տեխնիկայով կռվում էին ինգերություն։ Ես հավելեմ նաև, որ միշտ բոլոր իշխանությունների ժամանակ եղել են արտոնյալ գործարարներ ու սեփականատերեր, ովքեր իրենց ուրեմն եկամուտներից որոշակի մասնաբաժին են հատկացրել տվյալ իշխանություններին, չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները, չեն մուծել, ասենք, պետական տուրքերն ու հարկերը եւ ավելացրել են իրենց կարողությունը։ Եղել են նման մարդիկ եւ ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ հիմա էլ կան նման արտոնյալ ուրեմն գործարարներ, անունները դուք լավ գիտեք, ես չթվարկեմ։